Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Դուք Գյումրու միասնական սոցիալական ծառայությունն եք Այդ ընթացքում ձեզ օրինակ որևէ մեկը եղել է, որ կաշառք առաջարկի կամ նման օրինակ դեպքեր արձանագրվել է։ Եթե կաշառք առաջարկեի, բարև ձեզ։ Լավ եք, խնդրեմ որ անպայման մասնակցեք, անտարբեր չմնաք, շնորհակալ եմ։ Ինձ որ առը դուք տեղյակ եք քերական օրենսգրքից։ Բարև ձեզ։ Անկար չարխեին ասման ասպուղը, կերտասը դրծակ, չարխեին անցած։ Նաև առաջարգելը քերյորեն պատժել է, եթե որևիցե մեկը առաջարգեր, ինքը կպատժվեր։ Նման դեպքինը չի եղել։ Այդ դեպքում օրինակ ինչու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ասում մեջբերում եմ, ինչու պետք է ընտրեն Սարիկին, ասում է, որովհետև հատկապես վերջին տարիներին ղեկավարելով միասնական սոցիալական ծառայության Գյումրու գրասենյակը կարողացել է ապացուցել, որ խարդախությունների գնացողը չէ, պայմանավորվածությունների տրվողը չէ, միջոցներն արդյունավետ ծախսելու կողմնակից։ Շատ ճիշտ է։ Որ տարբեր, բարև ձեզ, կմասնակցեք ամսի 30-ին։ Այս մարդիկ սաղ բոլորը ինձ ճանաչում են։ Են որ ծանոթ բարեկամի նպաստ չեն տվել, նպաստը նշանակվել է միայն անաբահով այդ կարիք ունեցող քաղաքացիներին։ Նախկինում բոլոր գյումրեցիները գիտեն ինչպես է եղել։ Երկու ամսվանը տվել են, նոր ստացել են։ Այսինքն դուք կտրականապես հերքում եք, որ նման միջադեպեր են եղել։ Եթե լիներ, ես հիմիկ բանդում կլինեի կամ ինձ առաջարկողը կլիներ բանդում։ Վստահեցնում եք, որ օրինակ նման դեպքերի պարագայում, եթե օրինակ քաղաքապետել նշանակվեք, հանցագործության մասին հաղորդում կլինի։ Միանշանակ, բայց ինչից պետք է կաշկանդված լինեմ։ Արդեն մի քանի կորս հակակոռուպցիոն կոմիտե ուղարկել ենք համայնքապետարանից, շուտով արդյունքները կլինեն, կիմանանք, որ վերջի օրերին նույնիսկ մի 30 միլիոնի կարգի ուզեցել են քերեն տանին, տարել են ավելի ճիշտ ցավոք սրտի։ Այսպիսի տեղեկություններ են շրջանառվում մամուլում, որ եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իդեմս ձեզ հաղթի Գյումրու ընտրություններուն, թեև դուք եք առաջին համարը, բայց այդուհանդերձ քաղաքապետ են նշանակելու երկրորդ համարին, որը հանդիսանում է Աննա Հակոբյանի բարեկամ։ Հավատում եք այդ հեքիաթին։ Միանշանակ ծիծաղել է իմ համար, ես այս երեխեքին տեսնիք, այդ երեխեքին եմ խոսք տվել, որ լինելու եմ իրենց քաղաքի քաղաքապետը ու իրանց այս ցեխերի մեջից հանելու եմ։ Ես իմ որդուս եմ խոսք տվել, ոչ, դա իմ համար սրբագույն, այո, սրբագույն սկզբունք է, աշխարհի ոչ մի պաշտոն, ոչ մի չգիտեմ ինչ էլ մարդկանց պետքից անցնի, չի կարող ինձ իմ սկզբունքներից հետ կանգնեցնել։ Դա ծիծաղել է։ Մի հատ ինձ նայեք, իմ անցած ճանապարհը նայեք, կարող է ես լավ էլ շատ բան չասեմ։ Բացառվում է այդպիսի բան։ Ես երեխեքին եմ խոսք տվել։ Տեսեք, որ ոգևորված, որ թաղը կնում եմ, երեխեքը ոգևորությամբ ընդունում են, մինչև վերջ իմ հետ քայլում են, մինչև վերջ իրենց ամբողջ թաղամասում, հետո նոր թողնում գնում են տուն։ Այ ոնց կարող եմ ես իրանց այդ ոգևորությունը, այդ աչքերի փայլը, իրանք են ինձ ուշ տալիս։ Ամբողջ համացանցը իմ ու երեխեքի նկարները բոլորը ուզում են նկարվել։ Ես եմ շնորհակալ։